Ես առաջին հերթին չնայած այս իրավիճակին անթույլատրելի թույլ տվեք բոլոր կանանց ապրիլի 7-ի տոնի կապակցությամբ շնորհավորեմ։ Շատ ցավալի է, որ այս խորհրդով օրը, մայրության օրը, որ մենք այսպիսի պայմաններում ենք նշում, բայց ունենք մեր երկրում այսպիսի իրավիճակ, անցնենք այս իրավիճակին, որովհետև սա յուրաքանչյուրիս խնդիրն է, սա միայն մեր կուսակցության հարցը չէ, հա, այսօր մենք հավաքվել ենք ու հատկապես խնդրահարույց այս իրավիճակի մասին փորձում ենք ահազանգել, որովհետև մեր երկրի ժողովրդավարությունն է վտանգված, մեր երկրի իրավական արժեքներն են վտանգված, ինչ են անում, ունենք ընտրական գործընթաց։ Ընտրական գործընթացում, ինչպես գործընկերը մեր նշեց, կա Վենետիկի հանձնաժողովի ընտրական պրոցեսների լավագույն վարքագծի կանոնակարգ, կա միջազգային նորմատիվ կանոնակարգ ու պրակտիկա, կա ներպետական սահմանադրաիրավական կարգավորումներ եւ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի սկզբունքներ։ Սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն պետք է ընտրական գործընթացում երաշխավորվի դրան մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը։ Եվ ինչ են անում, նախագիծ են բերում հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ երեք տեղադրել են կայքեջում պաշտոնական նախագիծը ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու նախագծում տեխնիկական մի քանի փոփոխություն են անում, որոնցից առանցքային այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների կոնկրետ անվանում կիրառելը, թեկնած այս դեպքում այս կարգավորումը բաց այդ կերպով մեր քաղաքական ուժին է ուղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինքը ունի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումը եւ այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը այս անվանման մեջ, ասեմ ավելին, դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև ես երեք մինչև նախագծի հրապարակումը մուտք է արել կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում, որպես լիազոր անձ Գոհար Մելոյանի անունից, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի եւ կարողանանք արդեն գործողություններ կատարել, օգտահաշիվ ստանանք պաշտոնական կայք էջից։ Այսինքն նաեւ արդեն իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Այս ամենը ամփոփելով գալիս ենք մի պարզ ճշմարտության, այսօրվա իշխանությունը իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի բախերի մեջ է, այնպիսի խնդիրներ ունի, որ սենց կտրուկ միջոցառումների են դիմում։ Սա կրկին ասում եմ, հարվածի տակ դնելով կոնկրետ հանրային աջակցություն վայելող, ժողովրդի սերը վայելող քաղաքական ուժին, արձանագրելով սոցհարցումների արդյունքները, առ այն, որ այս պայդրությամբ Սամվել Կարապետյանը առաջնորդում է քաղաքական գործիչներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, իրենք չեն բարանում մեկ թեկնածուի հետ կապված սահմանադրական օրենքի փոփոխություն կատարել։ Էն էլ կրկին ընդգծում եմ անհապաղ եղանակով։ Կուզեի այս սրա վրա կրկին ուշադրություն հրավիրել եւ խնդրում եմ ձեր միջոցով միջազգային գործընկերներին հնարավորինս ահազանգել եւ հասցնել այս տեղեկատվությունը, որովհետեւ նման օրենսդրական փոփոխությունները իրականացնելու համար կրկին միջազգային Հայաստանի Հանրապետության պարտավորվածություններից բխում է առնվազն հանրային լսումներ, պետք է նախապես կազմակերպվեն հանրային լսումներ, մասնագիտական համայնքի ներառականություն, քննարկումներ, որը մեր նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն է նախատեսում, մեր միջազգային պարտավորվածություններն են նախատեսում ու կրկին Վենետիկի հանձնաժողովն է իր հերթին ասում է, որ բովանդակային միջամտությունները ընտրական պրոցեսից, այսինքն երբ պաշտոնապես մի քանի օրից պետք է ներկայացնենք, թույլատրելի չէ խաղի կանոն փոխելը։ Ժողովրդի համար ավելի պարզ ասած, հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունը կռիվ է տվել Սամվել Կարապետյանի նկարների հետ, այս իշխանությունը մոտ 10 ամիս ապօրինի ազատազրկված պայմաններում է պահում ու անգամ աշխարհում գրեթե չկա երկրորդ օրինակ, որ մարդը ազատազրկված լինելով, քաղբանտարկյալ լինելով, այսպիսի վարկանիշային աճ է արձանագրում քաղաքական։ Հիմա էլ անվան հետ են կռիվ տալիս։ Մենք խնդիր չունենք, որովհետև մենք մեր պայքարը շարունակելու ենք ու մեր պայքարը այն իրականության վերականգնումն է, որտեղ
մարդու իրավունքները այսպես կոպտորեն չէ խախտում բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որտեղ իրավունքը գերակայում է եւ սահմանադրաիրավական նորմերը գործում են երկրի իրավական պետության ու ժողովրդավարության տրամաբանությամբ ոչ թե մեկ քաղաքական ուժին սպասարկելու նպատակով։ Տիկին Մլոյան, ունեք պլան B, քանի որ այս օրենք նախաձեռնությունը ընդունվելուց դեպքում այլևս այդ անվանումով չեք կարող մասնակցել ընտրությունին։ Դաշինքի անվանունի փոփոխություն կամ այլ ինչ է նախատեսվում։ Հարգելիներս, մենք տարբեր զարգացումների հետ կապված տարբեր պատկերացումներ իհարկե նախնական ունենք, սենց պարբերաբար միջամտությունները իհարկե անսպասելի լինում են, որովհետև օրինակ մենք պատկերացրել ենք, որ կարող է մեզ չգրանցեն, կարող է գրանցումից հանեն, հա, բայց սենց մանր փոփոխությունների հետ մարդու անվան հետ կռիվ տալը վկայակոչում է միայն մի բանի մասին, որ այս իշխանությունը վախեր ունի Սամվել Կարապետյանի անունից, որ այս իշխանությունը գիտակցում է, որ ինքը արդեն պարտվողականության տրամաբանության մեջ է ու հայ ժողովուրդը սիրում, աջակցում եւ ընտրելու է Սամվել Կարապետյանին ու նման միջամտությունները ընտրական գործընթացին նման միջամտությունը, սա ժողովուրդ ջան, ես մի բան եմ ուզում արձանագրել, անգամ եթե դուք քաղաքացի եք, ով չէր պատրաստվում իր քվեն տար մեզ, ուժեղ Հայաստանին, սա ձեր ընտրական իրավունքին էլ է միջամտություն, այսինքն իրենք փորձում են մարդու ընտրական իրավունքը խաղարկել, միջամտել, հա, այս հիբրիդային ասվածը հենց այսպիսի դրսևորում ունի, սա հիբրիդային եւ ուղղակի ինչուն ոչ նաեւ իրավափաստական միջամտություն է քաղաքացու կամ արտահայտությանը, իսկ մենք գալիս ենք երաշխավորելու, որ մարդկանց քվեն, մարդկանց կարծիքը թեղ հասնի, որովհետեւ մեր ժողովուրդն է ձևավորում իշխանությունը եւ ժողովուրդն է իշխանության աղբյուրը Հայաստանի Հանրապետությունում։